Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Սրա մասին պատմեցեք ձեր որդիներին և ձեր որդիներն իրենց որդիներին և նրանց որդիներն ուրիշ սերնդի։ Հովել 1:3։ Այս պարզ ճանապարհով ճշմարտության վկայությունն Աստծո շնորհքով մշտապես կենդանի էր մնում երկրի վրա։ Տիրոջ սիրելիները պետք է ավետարանի համար իրենց վկայությունը և ուխտը հանձնեն իրենց ժառանգներին, վերջիններս էլ իրենց հաջորդող սերունդներին։ Սա մեր առաջնային պարտավորությունն է։ Մենք պետք է սկսենք մեր ընտանիքից։ Նա, ով իր ծառայությունն իր տնից չի սկսում, վատ քարոզիչ է։ Անշուշտ պետք է հեթանոսներին ամեն կերպ փնտրել, որոնելով նրանց բոլոր ճանապարհներին և արվարձաններում, սակայն մեր սեփական տունն է մեզ համար գլխավոր առաջնահերթությունը։ Եվ վայ նրանց, ովքեր փոխում են Տիրոջ սահմանած կարգը։ Մեր երեխաներին սովորեցնելը մեր անձնական պարտավորությունն է, և մենք չենք կարող լիազորել դա կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներին կամ ուրիշ օժանդակ միջոցների։ Դրանք կարող են օգնել մեզ, բայց չեն կարող ազատել մեզ մեր սուրբ պարտականություններից։ Վստահված անձինք և հովանավորներն այս պարագայում չար հնարքներ են մեր կողմից։ Մայրերն ու հայրերը պետք է Աբրահամի պես պատվիրեն իրենց տանը Աստծո վախով և իրենց զավակների հետ խոսեն Բարձրյալի մեծամեծ ու հրաշալի գործերի մասին։ Ծնողական դաստիարակությունը բնական պարտք է։ Ով կարող է առավել հարմար լինել երեխայի հոգևոր բարօրությունն ապահովելու հարցում, քան նրանք, ովքեր նրա ֆիզիկական գոյության հեղինակներն են։ Մեր սերնդի դաստիարակությունն անտեսելը ավելի քան դաժանություն է։ Ընտանեկան կրոնն անհրաժեշտ է թե ազգին, թե Աստծո եկեղեցուն, թե հենց իրեն ընտանիքին։ Հազարավոր դավադիր ծրագրերով պապականությունը ծածուկ սողոսկում է մեր երկիր, և նրա ներխուժումներին ընդդիմանալու ամենաարդյունավետ ճանապարհներից մեկը երեխաներին հավատքի մեջ կրթելը գրեթե անտեսված է մեր կողմից։ Օ, եթե ծնողները սթափվեին գիտակցելով այս հարցի լրջությունն ու կարևորությունը։ Մեր երեխաների հետ Հիսուսի մասին խոսելը հաճելի պարտականություն է, առավել ևս որ հաճախ է ապացուցվել, որ այն ընդունելի է Աստծո կողմից, քանի որ Աստված շատ երեխաների է փրկել ծնողների աղոթքների և խրատների շնորհիվ։ Թող ամեն տուն, որտեղ կկարդացվեն այս տողերը, պատվի Տիրոջը և ընդունի նրա ժպիտը։